Բարև ձեզ սիրելի երևանցիներ, գտնվում ենք Իսահակյան 42 հասցեում, բնակիչի բողոք ենք ստացել և այցելել ենք նշված բնակելի շինությունը, որտեղ ապօրինություն է կատարվել և կատարվում, այստեղ առկա է դատարանի որոշում, որ դադարեցվի շինարարական աշխատանքները առաջին հարկում։ Հիմա կներկայացնենք ավելի մանրամասն, բարև ձեզ, խնդրում եմ մի հատ ներկայացրեք, դուք այստեղ որպես ձեր բնակարանը որն է, ինչ է տեղի ունեցել։ Այստեղ ենք վերցնում, մեր բնակարանն է, մեր սեփական բնակարանն է, ներգույնն է, սեփականության վկայականով, կադաստրով։ Ներքևում պետք փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանի հորը պատկանող գույքն է, ում որ Երևանի քաղաքապետարանը առանց մեր համաձայնության Հարերևույթ սեփականատերի ցուցակի կեղծումով ուրիշ անձի քվեարկությամբ ստացել է շինքույն այդ ընթացքում այս օրին է հասցրել գույքը, դարձել է 3-րդ աստիճանի անբավարար։ Ես Իսպանիայից եկել եմ Հայաստան, որ այստեղ ապրեմ, որ ինչ է հեղափոխությունն է։ Ես լուրջ եմ ասում, ես ձեզ բոլորի անկեղծ հարցնում եմ։ Սա է իրանց պետք փոխնախագահը, սա է իրանց ԿՊ-ն։ Սա է, եթե սա են իրանք քանդում, իրանք վաղը քանդելու են ձեր տունը։ Ու իրանք դա անում են։ Դատական ակտի արգելքը ձեռքումս ոստիկանի ներկայությամբ։ Կներեք, հա, սա սիրելի քաղաքացիներ, սա դատական որոշումն է, թիվ ԵԴ քաղաքացիական գործով հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարել։ Ժողովուրդ, ես մի բան եմ ուզում ձեզ խնդրեմ, վաղը այս հայցի դատական նիստ է կայանալու Արաբկիրի քաղաքացիական դատարանում։ Ես իրավաբանություն եմ սովորում ամերիկյան համալսարանում։ Ես գիտեմ, որ հաճախ լինում է, երբ որ դատական նիստերում քննվում է հայցի ապահովման վերացումը ու դատարանը չի անդրադառնում քո հնչեցված արգումենտներին։ Վաղը 15-15։ Ես ձեզ խնդրում եմ, եկեք կանգնեք իմ կողքին, ձեր կողքին ու մի թողեք այս շարունակվի։ Իսկ մի բան հասնեմ, սրա համար ոստիկանություն դիմել եք։ Ոստիկանություն դիմել եմ, ոստիկանությունը տեղում կանգնած այս ձեռքումս ասում է, բանը քաղաքապետարանի աշխատողը ասում է, ապօրինի շինարարություն չի կատարվում, դրա համար չեմ կասեցնում։ Այն քաղաքապետարանի աշխատողը, որը իր ոտքով բարձրացավ տուն, տեսա, պետությունը լիցենզիա է տրամադրում, ձեր պետությունը ինչ արժի, եթե ինքը չի լսում իր լիցենզիային։ Ինչ արժի ձեր քաղաքապետարանը, որ այդ լիցենզիաներով տրամադրած փորձաքննություններով տալիս է շինթույլտվություն, բայց նույն լիցենզիայով անհապաղ դադարեցմանը չի հետևում մարդկանց գույքը քանդելու տակից, ինչ արժի քո պետության լիցենզիան։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, դատարանի կայացած որոշումը անտեսվում է պետության կողմից։ Պետական մարմինների կամ իրավապահ մարմինների։ Ես ամբողջը ձայնագրել եմ այդ Ռաֆայել Գևորգյանի կասկադում այդ նույն կասեցնողի հետ լիմոնեյում նստած։ Ասում է ես քո գույքն եմ ամրացնում, դու գույքը ինչն ես ամրացնում, որ դարձեցի 3-րդ աստիճանի անբավարար, հաջորդ աստիճանը որն է քանդելն է։ Փորձաքննություններով Այո, այս ամեն ինչում է, չէ՞։ Իսկ որ կարգի է հիմա վթարայնությունը։ Երրորդը ինչքան է, որ կարգ է եղել միջև էս քանդելը։ Անցած տարի երբ որ իրանք սկսեցին քանդել, նախ առաջին հերթին սկզբից սպառնացել էր ինքը, որ կքանդեն։ Երբ որ սկսեցին քանդել, դիմեցի ոստիկանության, որ ժամանակից սպառնացել է, սկսել են փորել։ Որևիցե գործողություն չեղավ, քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգությանը տասնյակ դիմումներ եմ ուղարկել, տասնյակ նկարներով, ամեն մի գործողությունը արձանագրել եմ, որտեղ գիտեմ, որ մի օր կարելի է այսօրը հասնել։ Հասկանալի է։ Քաղաքաշինության կոմիտեն գցում է տեխնիկականի վրա, տեխնիկականը գցում է քաղաքաշինության վրա, քաղաքապետարանը կեզոտ ընթացքում քո չտված համաձայնությամբ քո ինքը քանդում են, քո շինքը գրել են անբավարար կանգնեցրեք բոլոր գործողությունները, քաղաքապետը քեզ նամակ է ուղարկում, որ հասցվելիք վնասների համար կառուցապատողը պարտավոր է գալ համաձայնության։ Ինչի համաձայնության։ Կառուցապատողն էլ այս ամբողջ ընթացքում համաձայնության չի եկել։ Դե բանակցել եք։ Ոչ մի անգամ, կառուցապատողի տղան պետք փոխնախագահ այսքան ժամանակ մենակ մի անգամ սպառնացել է քանդել է։ Իրա բանակցությունը սպառնալն է եղել։ Դա էլ է բանակցությունների ձեր ոմանց համար։
Եթե ցանկացած, այսինքն եթե բանակցել են ձեր հետ ինչ-որ առաջարկներով, դուք համաձայնության չեք եկել, ճիշտ է իրանց հետ։ Իրանք մեզանից ուզում են խլել մեր հողը։ Հասկանալի է։ Ու հիմա քանդում են տունը։ Հիմա այս պահին իրականում ես ձեզ անկեղծ եմ ասում, որ երեկվա ճառակել այս ամբողջ շաբաթվա պատմությունից հետո ավելի դատական նիստին ես վախում եմ, որ եթե հանկարծ դատարանը որոշի հայցի ապահովման միջոցը վերացնի։ Հիմա քաղաքապետարան առանց իմ համաձայնության սա քանդելու է։ Տիգրան Ավինյան։ Տիգրան Ավինյան, լսիր։ Փաշինյան, հեղափոխություն։ Հեղափոխություն, Հասան, you are good։ Ու դու Եվրոպա եք մտնում, ու դուք այս քաղաքացիությամբ մտնում եք Եվրոպա։ Ես նայեցի ներսում, ճիշտ եմ հասկանում, որ Հիմա միտումնավոր ներսն եմ հիմքերը եկել, թույլատվում էլի։ են, որպեսզի ձեզ վնաս հասցնեն, վախեցնում են։ Հիմա սիրելի քաղաքացիներ, այստեղ արձանագրենք, տեսեք, այստեղ քանդել են երկրորդ հարկը, մեր քաղաքացու սեփականությունը երկրորդ հարկն է, առաջի հարկը Պատի ծակերի Պետք նախագահի փոխնախագահի հարազատի, հա, որ ըստ քաղաքացու, հա, իր հորն է պատկանում պետք նախագահի տեղակալի։ Տեսեք, այստեղ կարծեմ ոնց որ միտում լինի, եթե վերևի հարկն է ստակի սյուները փլուզել են, հավանաբար երկրորդ հարկին վտանգ է առաջանում երկրորդ հարկի բնակիչներին, տեսեք։ Տեսեք, այստեղ ամբողջ հիմքերը ուշադիր նայեք, տեսեք ինչ են արել, տեսեք կտրվել է նույնիսկ։ Երկրորդ հարկը այս տարբերակով փլուզման վտանգի տակ է, այստեղ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծված, տեսեք, ամբողջ հիմնական պատերը, հենասյուները, որը երկրորդ հարկը պետք է ամուր պահեր, քանդված է հիմնականում, ու ծակերը արված։ եւ հետեւաբար ըստ քաղաքացու փորձաքննության արդյունքներով վթարայնության կարգը բարձրացել է, դարձել է երրորդ կարգ, այս քանդումից հետո։ Նախքան դա չի եղել վթարայնություն։ Հա, կարգը կարգը չի եղել, հա, երրորդ կարգը, բավարար է։ Այսինքն ես միտում եմ տեսնում, միտումնավոր ցենց են արել, որպեսզի ուրեմն Քանիսին է վաղը դատը։ 15-ից 15 Արաբկիրի քաղաքացիական դատարանում Արտուշ Ավակյան Դատավոր Արտուշ Ավակյան։ բարձրանանք վերևը ցույց տաս։ Վերև, հա, ուղիղ եթերով բարձրանանք։ Որտեղով գնանք, հա։ Սիրելի քաղաքացիներ, հիմա բարձրանանք վերևում։ Ցույց տալ խնդիրները, Ես իրականում խնդրում եմ, հիմա մենք վիդեոն դադարեցնում ենք, որովհետև գիտեմ այս հասարակ հանրայինը ու իմ անվտանգության պաշտպանության համար, իմ տեղի պաշտպանության համար բոլոր դեպքերում նորից կմիանանք։